Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Նյու Դելիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպմանը նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական ու մշակութային կապեր Հնդկաստանի հետ։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Նյու Դելիում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել ինչպես Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային և հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային բնույթի հարցերի։ Միջոցառմանը ներկա են եղել Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, փորձագիտական շրջանակների և մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Այսօր մենք ապրում ենք շարունակաբար բարդացող աշխարհում։ Միջազգային հանրությունը բախվում է փոխկապակցված մարտահրավերների, երբ մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ազդեցություն են ունենում մյուսներում։ Հակամարտություններն, անվտանգության սպառնալիքները, մարդու իրավունքների և մարդասիրական ճգնաժամերի լուրջ խախտումները, գլոբալ անորոշությունները, կլիմայի փոփոխությունը, գլոբալ մատակարարման շղթաների խաթարումը և պարենային անվտանգության թուլացումը նոր բարդություններ են ստեղծում միջազգային հարաբերություններում։ Ցավոք Հայաստանն անմիջականորեն բախվել է այդպիսի մարտահրավերների։ Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն և տարածաշրջանային առաջընթաց։ Թերևս այս տեսլականը չէր կարող ավելի լավ սահմանվել, քան Մահատմա Գանդիի հայտնի ուղերձում. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»։ Այս համոզմամբ Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում և այսօր ավելի քան երբևէ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն, հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա։ Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմ բանակցություններն արդեն հանգեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, ճանաչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք։ Ալմա-Աթայի հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական ԽՍՀ-ի և ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել են երկու անկախ հանրապետությունների միջև միջազգային սահմաններ։ Մենք հաջողությամբ արդեն սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և աշխատում ենք գործընթացի արդյունավետ շարունակության ուղղությամբ, ինչը զգալիորեն նպաստում է տարածաշրջանային կայունությանը։ Հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում մենք Ադրբեջանին ներկայացրել ենք կոնկրետ փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում և Ադրբեջանը, և Հայաստանը կարող են ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքով։ Բացի այդ, տարածաշրջանային կայունության և կանխատեսելիության ապահովման նպատակով մենք ներկայացրել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և ստուգման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկ։ Ցավոք, մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ և նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ, ներառյալ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նարատիվի միջոցով։ Միևնույն ժամանակ դեռևս կան հումանիտար խնդիրներ, այն է պահվող անձանց ազատ արձակումը։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում, անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման։ Չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին։ Հայաստանը նաև ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք վստահ ենք, որ լիարժեք կարգավորումը, հատկապես այս պահին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը էապես կնպաստեն
նպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Մենք շարունակում ենք այս երկխոսությունը եւ գործնական քայլեր ենք ձեռնարկում։ Նաեւ պայմանավորվել ենք համատեղ վերականգնել Անիի կամուրջը, որը երկու երկրների ընդհանուր սահմանին գտնվող նշանավոր պատմական վայր է։ Սա լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ եւ վերացնում օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։ Մենք նաեւ պայմանավորվել ենք բացել սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար, թեև վերջիններս դեռ կյանքի չեն կոչվել։ Իրագործվելուց հետո այս համաձայնություններն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին եւ Թուրքիային, այլև ավելի լայն տարածաշրջանին, քանի որ ապաշրջափակված տրանսպորտային ուղիները կծառայեն որպես տարածաշրջանային խաղաղության եւ կայունության վճռորոշ գործոն։ Սիրելի ընկերներ, գիտակցելով առևտրային եւ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման կարեւորությունը, ինչպես կարող եք տեսնել իմ կողմից արդեն նշված առաջարկներից, Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը նպատակ ունի ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Նախագծի էությունը ենթադրում է հարավկովկասյան բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացում, վերանորոգված եւ նոր ճանապարհների, ենթակառուցվածքների, խողովակաշարերի, մալուխային կապերի եւ էլեկտրահաղորդման գծերի միջոցով։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է համապարփակ մոտեցման, ներառականության, տարածաշրջանային երթուղիների ոչ խտրական օգտագործման եւ բոլոր շահագրգիռ կողմերի համար բարգավաճ ապագայի կառուցման հնարավորության տեսլականով։ Ընդհանուր առմամբ Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված եւ հակակշռող արտաքին քաղաքականություն, մոտեցում, որը եթե կուզեք, կարելի է համեմատել Հնդկաստանի ռազմավարական ինքնավարության հետ։ Ամփոփելով, Հայաստանի եւ Հնդկաստանի միջև գործընկերությունը պարունակում է հսկայական ներուժ եւ հեռանկարներ բոլոր ուղղություններով։ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում մեր երկրները միավորված են ոչ միայն ընդհանուր արժեքներով եւ պատմական կապերով, այլև համագործակցության, երկխոսության, փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա հիմնված համատեղ տեսլականով։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային այցով եղել է Գոգավան մաքսային անցման կետում, շրջել տարածքում մաքսային ծառայության աշխատանքային գործընթացների կազմակերպման տեղում հետևելու նպատակով։ Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման ու կազմակերպման հերթականությունը, նաև գործարկված էլեկտրոնային համակարգերը։ Պետնախագահը այնուհետև շրջայց է կատարել Սևան եւ Հրազդան քաղաքների հարկվճարողների սպասարկման սրահներում, ծանոթացել ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացին, նաև քննարկվել են քաղաքացիների եւ տնտեսվարողներին հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների պայմաններում աջակցելու գործիքակազմի ընդլայնման ու բարելավման ուղիները։ Սիրիայի արևմտյան նահանգներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Տագնապալի է նաև Լաթաքիա քաղաքում ապրող հայերի դրությունը։ Նոր իշխանությունների եւ ասադական ընդդիմության միջև բախումների հետևանքով հարյուրավոր զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Սպանվածները քրիստոնյա եւ ալեվի համայնքների ներկայացուցիչներ են։ Թեմայի շուրջ Վագն Հակոբյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Ժամեր առաջ Սիրիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ռազմական օպերացիան Լաթաքիայում եւ Տարտուսում ավարտվել է եւ որ կառավարական ուժերը ամբողջովին վերահսկում են իրավիճակը։ Հակառակ դրան Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ Ասադին հավատարիմ ուժերը անգամ փորձ էին ձեռնարկել դեպի Դամասկոս ուժեր ուրեմն տարածվել եւ նույնիսկ հաստատվում է տեղեկությունն այն մասին, որ Դամասկոսից ոչ հեռու ասադական ուժերը փորձել էին հենակետ գրավեին։ Ինչևէ, ուրեմն պաշտոնական տեղեկությունների համաձայն Ասադին հավատարիմ ուժերը ունեցել են 250 զոհ, կառավարական ուժերը 231 զոհ։ Եվ անկախ աղբյուրներից ստացված տեղեկությունները հաստատում են այն մասին, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերը հասնում են կամ արդեն գերազանցել են 830-ը։ Այդ տեղեկությունը ունի մասնավորապես Սիրիայի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը, որը Բրիտանիայից է տեղեկություն հավաքագրում եւ հավաստի տեղեկություն ունի այն մասին, որ այս թիվը օբյեկտիվ է եւ հիմնված կոնկրետ իրական փաստերի վրա։ Սպանվածների թվում կան նաեւ երեխաներ եւ սպանվածների մի մասը առանձնակի դաժանությամբ է սպանվել։
խոսքը ինչպես ասացիր Ալևի եւ քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների մասին է, այդ թվում նաեւ հայեր ունենք զոհվածների թվում։ Սիրիայի տեղեկատվության նախարարությունը պաշտոնապես հերքել է տեղեկություններն այն մասին, որ կառավարական ուժերը սպանել են խաղաբնակիչների եւ պնդում է, որ այդ տարածվող տեսանյութերը, որում պատկերվում է, թե ինչպես են առանձնակի դաժանությամբ սպանում խաղաբնակիչների, դա կեղծիք է կամ նախորդ այլ պատերազմներից ինչ որ պահպանված տեսանյութեր են։ Հակառակ դրան Սիրիայի նոր կառավարության փաստացի ղեկավար Ջուլանին անուղղակիորեն հաստատել է այդ տեղեկությունները եւ հավաստիացրել է, որ հետաքննություն է անցկացվելու եւ բոլոր մեղավորները հայտնաբերվելու են եւ պատժվեն օրենքով։ Իսկ ինչպես են այս ամենին արձագանքում գերտերությունները։ Մի շարք պետություններ դատապարտել են խաղաբնակիչների, ալևիների, քրիստոնյաների դեմ այդպիսի դաժանությունները, մասնավորապես Ֆրանսիան, Իրանը, Հունաստանը դատապարտել են եւ կոչ են արել գնահատական տալ եւ պատժել մեղավորներին։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ՄԱԿ-ում պահանջել են անհապաղ անվտանգության խորհրդի փակ նիստ գումարել խորհրդակցություններ անցկացնելու համար։ Իդեպ հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմաբազայի տարածքում թաքնվել են հարյուրավոր քրիստոնյաներ եւ ալևիններ եւ եթե ռուսները իրենց այնտեղ չփրկեին, միգուցե նրանք նույնպես այդ դաժանությունների զոհ դառնային։ Իսրայելը իր համերաշխությունն է հայտնել ալևիներին եւ դրուզերին, իդեպ ալևիների համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպություններ պաշտոնապես դիմել են Իսրայելի վարչապետ Նետանյահուին, խնդրելով, ինչպես նամակում է ասվում, փրկել ալևիներին նաև ուժ գործադրելու գնով։ Հիշեցնեմ, որ Հայաստանի արտգործնախարարությունը որևէ հստակ հայտարարությամբ հանդես չի եկել այս թեմայի վերաբերյալ։ Իսկ ինչ դեր է խաղացել Թուրքիան։ Ռեժիմը, որը իրականացրել է այս ռազմական հանցագործությունները, Թուրքիայի կողմից է իշխանության բերվել։ Դա արդեն նշանակում է, որ Թուրքիան պարտավոր է պատասխանատվություն կրել տեղի ունեցածի համար։ Եվ եթե անգամ պարզվի, որ դա Դամասկոսի իշխանությունների հրահանգի արդյունք չէր, այլ ընդամենը ինչ-որ դաշտային հրամանատարների ինքնագլուխ գործունեության արդյունքն էր, միևնույն է Թուրքիան պարտավոր է պատասխանատվություն կրել, քանի որ այդ գրոհայինները նույնպես Թուրքիայի բերած մարդիկ են։ Հենց Թուրքիայի ֆինանսավորմամբ են ստեղծվել այն հատուկ ջոկատները, գրոհայինների, թեև դրանք բաղկացած չեն էթնիկ թուրքերից, բայց թուրքմաններից, ույգուրներից, աֆղանացիներից ակնհայտ է եւ հաստատում են հստակ տեղեկություններ կան այն մասին, որ Թուրքիան է այդ մարդկանց զինել, ֆինանսավորել եւ տեղափոխել Սիրիա։ Իդեպ քրդական ուժերի հրամանատարներից մեկը Մոզլում Քոբանին նույնպես հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի այդ ռազմական հանցագործությունների համար, քանի որ Անկարան է զինել այդ մարդկանց եւ ուղղորդել Սիրիա։ Թուրքիայում Ալևի համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպություններ Անկարայում Սիրիայի դեսպանության շենքի առջև բողոքի ցույց են անցկացրել եւ նույնպես պնդել են, որ Թուրքիան է պատասխանատու այդ ողբերգության համար։ Փոխարենը Անկարան փորձում է սլակները իր կողմից շեղել այլ կողմեր, մասնավորապես իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելեքը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների հակառակորդները դա ահաբեկիչներ էին, որոնց պետք էր ոչնչացրել։ Եվ նա ասել է, որ Անկարայում շատ լավ գիտեն, թե ով է կանգնած եղել այս ասադականների ակտիվության ետևում, հավանաբար ակնարկելով Իրանի իշխանություններին, քանի որ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին մեկ շաբաթ առաջ սպառնացել էր անուղղակիորեն Սիրիայի իշխանություններին եւ կոչ էր արել գիտակցել, որ Սիրիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։ Արտեմ, իսկ ինչպիսին է իրավիճակը հայ համայնքում։ Ունենք հաստատված տեղեկություն երկու զոհված հայերի մասին, խոսքը հայր եւ որդի Անտուան եւ Ֆադի Բուտրոսների մասին էր, հիշեցնեմ նրանց մարտի 8-ին էին սպանել, երբ նրանք փորձում էին վերադառնալ Լաթաքիա, նրանց ողջ մեղքը կայանում էր նրանում, որ նրանք ծնվել էին
Քարդահան գյուղում, որտեղից արմատներով են Ասադի ընտանիքի անդամները։ Երեք տեղի ունեցավ նրանց ուղարկավորությունը։ Մի մասը Լատակիայի հայերի փոքր մասը ինչ որ ձևով կարողացել է տեղափոխվել Հալեբ, թեև ճանապարհները փակ են։ Նրանք, ովքեր շարունակում են մնալ Լատակիայում, ձգտում են տնից դուրս չգալ, եկեղեցին դպրոցները փակ են, որոշակի խնդիրներ դեռևս կան Լատակիայում եւ սննդամթերքի դեղամիջոցների հետ կապված, էլեկտրականության խափանումներ կան, խմելու ջուրը միշտ ոչ բոլոր շրջաններում է, որ մատակարարվում է, էլեկտրականություն, ինտերնետ նույնպես ժամերով է կամ ինչ-որ խափանումներով է, թեև արդեն կրակոցներ, ոնց հասկանում եմ, քաղաքում չեն հնչում, այնուամենայնիվ Լատակիայի հայերը ձգտում են տնից դուրս չգալ եւ կապ պահպանել միմյանց հետ եւ նաեւ Լատակիայում շարունակում է գործել հայերի եկեղեցում ստեղծված հայկական օգնության շտաբը, որի կամավորները օգնության են մեկնում անհրաժեշտության դեպքում։ Շնորհակալություն Արծիվ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Սիրիայում զարգացումներին տուժածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան, այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների եւ համայնքային կառույցների հետ։ Վերջին օրերին Հայաստանի քաղաքացիների կողմից հյուպատոսության ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել։ Դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի, ասել է Բադալյանը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ Ռուբիոն ասել է, որ ամենակարևորը այն է, որ այստեղից պետք է հեռանանք հստակ համոզմամբ, որ Ուկրաինան պատրաստ է դժվար որոշումներ ընդունել, ինչպես որ Ռուսաստանը պետք է դժվար որոշումներ ընդունի հակամարտությունը դադարեցնելու կամ առնվազն որևէ ձևով կասեցնելու համար։ Պետդեպարտամենտի ղեկավարը միևնույն ժամանակ հրաժարվել է խաղաղության հավանական ծրագիր ներկայացնել։ Կարծում եմ, երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի։ Ռուսները չեն կարող գրավել ողջ Ուկրաինան եւ ակնհայտ է, որ Ուկրաինային շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքերը, հայտարարել է Ռուբիոն։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաեւ հեռանկարային է անվանել մասնակի հրադադարի մասին Ուկրաինայի առաջարկը։ Մոսկվան ու Կիևը հաղորդում են ԱԹՍ-ների զանգվածային հարձակումների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերվա ընթացքում որսացել ու ոչնչացրել են 337 անօդաչուներ։ Մոսկվայի եւ Մերձմոսկովյան շրջանների վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը վիրավորվել։ Ռամենսկայե քաղաքում ԱԹՍ-ի բեկորները ընկել են բազմաբնակարանային շենքի վրա, որտեղ վնասվել է առնվազն 7 բնակարան, տներից տարհանվել է 12 մարդ, այդ թվում 3 երեխա։ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Վնուկովո, Դոմոդեդովո եւ Շերեմետյևո օդանավակայաններում։ Դոմոդեդովոյում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է աշխատակից։ Ուկրաինական կողմն էլ հայտարարել է, որ Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բնակելի շենքում, մանկական խաղալիքների եւ վառելիքի պահեստներում։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։